Balanced Migration Policy Institute-ի 23 թվականի տվյալներով Ամերիկայում կա մոտ 13.7 միլիոն ապօրինի միգրանտ, այս թիվը անընդհատ աճում է, բայց կազմում է մոտավորապես բնակչության 4%-ը։ Համեմատության համար ասեմ, որ Մեծ Բրիտանիայում այդ թիվը կազմում է մոտ 1.2-ից 1.8% բնակչության, իսկ Ֆրանսիայում կես տոկոսից մի քիչ ավել։ Խոսքը չի գնում ընդհանուր իմիգրանտների մասին կամ փախստականների մասին, որոնք եկել են վերջի տարիներին հատկապես Սիրիայից եւ այլ տեղերից, այլ նրանց մասին, որոնք մտել են երկիր ապօրինի ճանապարհով։ Մի փոքր պատմական ակնարկ, ուրեմն Ամերիկան, ինչպես գիտեք, անկախացավ, անգլիական գաղութները դարձան անկախ պետություններ, այսպես ասած, որը կազմեցին միացան եւ ստեղծեցին Միացյալ Նահանգները եւ չունեն որևէ սահմանափակում իմիգրացիայի վերաբերյալ, բնականաբար շատ հողեր կային, որ դեռ պետք էր գրավել, բնակեցնել, մշակել եւ այլ, այդպիսի խնդիր չկար։ Չնայած դա չէր նշանակում, որ ասենք անգլիացիները, որոնք առաջինն էին եկել, դեռևս 17-րդ դարի սկզբին, մեջը նրանց մի քանի հայեր կային, չէին դժգոհում հաջորդ էմիգրանտ խումբից, այսինքն այդ անընդհատ եղել են նախկին եկածները, որոնք արդեն հարմարվել են, չեն սիրում, երբ որ նոր մեկն է գալիս, նոր սովորություններով, նոր կրոնք, նոր լեզու, նոր ինչ-որ տարազ եւ այլ։ Սրա մասին չենք խոսում, դա իհարկե, բայց մեծ ձևով արտահայտվում էր օրենքների վրա։ Ինչի մասին ենք խոսում, օրինակ, մինչև ուրեմն 19-րդ դարը չկար օրենք այդպիսի սահմանափակող որևէ բան։ Բայց 19-րդ դարին ուրեմն, երբ որ սկսեցին երկաթգծերի զարգացման հետ աշխատանքների համար սկսեցին ներմուծել չինական աշխատողներ, այդ աշխատանքները վերջանալուց հետո չինական ներմուծված աշխատողները, իմիգրանտները արդեն այլևս այդքան ցանկալի չէին եւ առաջին օրենքը անցկացվեց, որը կոչվում էր 1882 թվականին դեպ, որ կոչվում էր The Chinese Exclusion Act, չինացիների բացառելու օրենքը, act օրենք է նշանակում, հետո կասեմ ինչ տարբերություն կա օրենքի եւ act-ի միջեւ, բայց եթե կարիք լինի։ Ուրեմն հաջորդը դա եղավ արդեն 20-րդ դարի սկզբին, սա 19-րդ դարի վերջին էր։ Ուրեմն առաջին համաշխարհային պատերազմը վերջացել էր եւ մեծ դեպրեսիան սկսեց 30-ականներին, որը բնականաբար մեծ գործազրկություն կար, իսկ դա նշանակում է, որ միգրանտների հանդեպ լավ տրամադրություններ չկային, որտեղ գալիս էին ավելի էժան աշխատուժ որպես։ Ուրեմն 1924 թվականին նախքան մեծ դեպրեսիան, որը 30-ից սկսվեց, արդեն բայց եղավ հաջորդ օրենքը, որը ստեղծեց կոթաների սիստեմը։ Ինչ էր սա կոթայի սիստեմը, այսինքն ասում էին, թե որ ռասայական խմբից որքան մարդ կարող է գալ, որ երկրից որքան մարդ կարող է գալ, ասենք թե բնականաբար, եթե գալիս էին մարդիկ Արևմտյան Եվրոպայից, Նորվեգիայից կամ Գերմանիայից, դա ավելի լավ էր նայվում, քան թե նրանք, որ գալիս էին Արևելյան Եվրոպայից, կամ եթե նրանք հրեաներ էին, կամ նույնիսկ հայեր են, հայերի մասին դեպ ասեմ, որ հայերը ստիպված եղան հարց էր առաջացել, սրանք ինչ ազգ են, ինչ ռասայի են պատկանում, եթե գալիս են ասիական մայրցամաքից, արդյոք ասիացի են, թե գալիս են միջին արևելք կոչված այս աշխարհամասից, ուրեմն ինչ են իրենք, հայերը դատարանով ապացուցեցին, որ իրենք սպիտակ ռասային են պատկանում, արիական ցեղ են եւ այլ, որպեսզի շահի իրենց իմիգրացիոն խնդիրներ չառաջանան իրենց համար։ Սա պարզ ասեմ, որպես հայկական փոքրիկ իմիգրացիոն, Ամերիկա իմիգրացիոն պատմությունից այսպիսի մի բան եղավ։ Ուրեմն այս 1924 թվականի իմիգրացիոն ակտը այս կոտաները հաստատեց սահմանափակելով որոշ երկրներից որոշ տեսակի մարդկանց մուտքը։ Հետո ինչպես ասեցի, արդեն մեծ դեպրեսիան սկսվեց, որը ավելի մեծ բարդություններ ստեղծեց իմիգրանտների համար, բայց զարմանալիորեն կամ ոչ, ուրեմն եկավ հասավ երկրորդ համաշխարհային պատերազմը,
որ նշանակում էր, որ տղամարդիկ նորից գնացին բանակ, նորից աշխատատեղերի ուրեմն լրացնելու կարիքը ստեղծվեց, կանայք առաջի անգամ մեծ թվով գնացին աշխատելու գործարաններում եւ առաջի անգամ թույլ տվեցին մեքսիկացիներին գալ Bracero պրոգրամ էր կոչվում, գալ Միացյալ Նահանգներ գյուղատնտեսական աշխատանքների համար։ Միջև օրս իրանք գալիս են աշխատում են, սեզոնային աշխատանքներ են անում, գնում են եւ այլն, այդ օրենքը վերացավ իհարկե, բայց ի վերջո շատ հետո։ Համաշխարհային պատերազմի ավարտը հետաքրիր երկու սոցիալական երևույթներ իհարկե բերեց։ Առաջինը դա էր, որ եղավ baby boom-ը, այսինքն երեխաների պայթուցիկ աճը, բնակչության պայթուցիկ աճը ասենք, հա։ Զինվորները, որ վերադարձան եւ սկսեցին երեխաներ ունենալ, ընտանիքներ կազմել, մեծանալ, պահանջները շատացան, եւ այդ երկրորդ ուրեմն սոցիալական երևույթը այն էր, որ սկսեց մեծ տնտեսական աճ։ Արտադրությունը մեծացավ համարյա բոլոր բնակավարներում, այսինքն սպառումը մեծացավ, շինարարությունը տների, առանձնատների մեծացավ, մարդիկ սկսեցին քաղաքներից դուրս գալ եւ ապրել արվարձաններում, որտեղ իրենց համար նոր տներ էին կառուցվում, նոր դպրոցներ են նշանակում, նոր ճանապարհներ են նշանակում, ամբողջ Ամերիկայի highway սիստեմը մեծ արագությամբ զարգացավ, հիշում եք այդ highway 66-ը երկերի մեջ որ կար եւ ամբողջ highway սիստեմը կառուցվեց։ Նշանակում է, որ աշխատատեղերը մեծանում էին քանակը, նույնիսկ այդ baby boom-ը չէր հասնում, երեխաները ծնվել են, բայց նրանք դեռևս չեն աշխատում։ Պարզ է, չէ, եւ մարդ պետք կար։ Ուրեմն դրա հետ որտեղ պահանջ կա, այնտեղ էլ նաեւ ուրեմն պահանջը բավարարելու ֆենոմենը կա։ Հատկապես այս աճի հետ միասին, ուրեմն սկսեցին illegal, այսինքն ոչ ապօրինի ճանապարհով ամերիկացի մարդկանց վերցնել աշխատանքի մի քանի բնակավարներում, շինարարությունը մեկն է, արդեն եզակ պարզ է, երկրորդը դա այսպես կոչված hospitality ինդուստրիան է, այսինքն հյուրանոցներ, ռեզորտներ, ռեստորաններ եւ այլն, որտեղ աշխատում են մարդիկ կամ լվացք են անում, կամ սենյակներ են մաքրում, կամ ռեստորանում չգիտեմ ամաններ են լվանում եւ այլ։ Այս աճի հետ միասին սա էլ գյուղատնտեսության մասին չեմ խոսում, որ գյուղատնտեսությունը ինքը շատ մեծ չափի արագությամբ մեծացավ, բնակչությունը աճում է ուտել է ուզում, պետք է ուրեմն մեծանա։ Ամբողջ ֆարմինգի դեպքը փոխվեց։ Ամերիկայում ֆարմինգը հիմնականում ընտանեկան բիզնես էր, family farms ասում են, հա, մեկը մի ասենք թե մի քանի տասնյակ էկր հող ուներ, այդ ակրերի վրա իր կենդանիներ էր աճացնում, կովերը կամ ինչը կամ չգիտեմ ինչ էր անում։ Հետո դա դարձավ ավելի մեծ corporation-ները սկսեցին առնել այդ հողերը եւ իրենք անել այս գործը։ Դա փոխեց նաեւ ինչ որտեղ ընտանիքի դեմքը, հա, եթե ֆարմերի վրա դա ընտանեկան բիզնես է եւ ինսենտիվ կա, որ շատ երեխաներ ունենաս, որպեսզի օգնական ձեռքեր ունենաս, հա։ Ես ընկերներ ունեմ, որ իրենք ծնվել են 12-13 երեխայանոց ընտանիքի մեջ, բարձա, չէ՞, դա քաղաքում 12 երեխա չես կարող ունենալ, պահել էլ այսպես ասած, դա հիմնականում իրենք բարձա, որ ընտանիքը ֆարմեր են եղել, բայց եւ փոխեց ամբողջ աշխատուժի դեմքը, նորից վերադառնալով, որ illegal immigration-ը սկսեց մեծանալ։ Սա ինչու եմ ասում, որովհետև այս աճը illegal immigration-ի, որը սրա հետ եկավ, միտեղ հասավ, որ արդեն շատ մեծ պրոբլեմներ էր առաջացնում, կամ գոնե մարդկանց մտքի մեջ հսկայական։ Հիմա հետ ենք նայում, ծիծաղում ենք, որ այն ժամանակ ինչքան քիչ էր illegal immigration-ը եւ դա մեծ խնդիր էր դարձել։ Բայց արդեն Ռեյգանի պրեզիդենտության, երկրորդ պրեզիդենտության ընթացքում առաջի փորձ արվեց սա ինչ որ ձևով լուծել։ Եվ դա ուրեմն
երկու բան արեցին 1986 թվի մասն եմ խոսում ես արդեն հա դա Immigration Reform Act-ն էր, որը Immigration Reform and Control Act, ճիշտ անունը եթե ասենք, IRCA։ Երկու բան արեց, նախ եւ առաջ ամնիստիա արեց, բոլոր ով որ առանց ստատուսի էր եւ չուներ փաստաթղթեր, բոլորին ասեցին եկեք գրանցվեք, մի վախեցեք, չենք քանի երկրից, ուրեմն կստանաք legal status, հետո ժամանակը կգա կդառնաք քաղաքացի։ Եվ բնականաբար չտեսնված լավ ընդունվեց համարյա բոլորի կողմից, ոչ մի խնդրեմ չկար, ուզում էին ուրախացան, եկան գրվեցին երկրորդ բանը որ արվեց, որի մասին շատ չեն խոսում, դա առաջի անգամ պատժամիջոցներ հաստատվեցին բիզնեսների վրա, որոնք ապօրինի մարդկանց են վերցնում աշխատանքի։ Առաջ էլ ապօրինի էր այսպիսի բան անելը, բայց ինչ որ լուրջ ոչ մի օրենքի մեջ բան չկար, իրենց ինչ կարող էր անել, այսպես ասենք։ Սկսեցին մեծ տուգանքներ եւ եթե դա լիներ շատ ինչ որ մասսայական ձևով արտահայտվեր այս օրենքի խախտումը կարող է դա նույնիսկ հասնեց գործը նրան, որ բիզնեսի տիրոջը կարող է ձերբակալեին, քրեական գործ բացեին։ Ուրեմն այս երկու բան եղավ, ինչ օրենքի ազդեցությունը, բայց պետք է ասել, որ համարյա զրո էր, այն իմաստով, որ իմիգրացիան, ապօրինի իմիգրացիան շատացավ, այսինքն հարավում մարդիկ նայեցին, ասեցին, ինչ լավ, ուրեմն կարող է մեզ էլ մի օր ամնիստիա անեն, եւ պլյուս այս մարդիկ, որ արդեն լեգալիզացվել են, արդեն ավելի բարձր ռոճիկով են սկսելու աշխատել, շնակում է ցածր վճարվող, որ այսպես ասած սեղանի տակից, հա, վճարվող գործերը բացվեցին, նոր տեղեր բացվեցին եւ սկսեց նոր հոսք գալ։ Եվ այդ առաջի իրենց նպատակը, որ իբրև թե սրանց լեգալիզացնելով մենք պիտի խնդիրը լուծենք իմիգրացիոն չեղավ։ Իսկ աշխատատեղերի իմաստով, այսինքն գործատերերի իմաստով, դա ինչ որ ազդեցություն ունեցավ, բայց շատ փոքր։ Բնակավարերի մեջ ամեն մեկը իր հարմարությունը ձևը գտավ, թե ինչպես խուսափի պատասխանատվությունից։ Մյուս օրենքը, որ լուրջ ձևով փորձեց ինչ-որ բան անել, իգդեպ ասեմ, illegal immigration-ը դա անուղակի ձևով ստացվեց, ընկավ այս հոսքի տակ, դա արդեն 2000-ականներին էր, այսինքն 9/11-ը եղավ, այդ տերորիստ ակտերը եղան, եւ տերորիստները բոլորը եկել էին Ամերիկա, իբրև տարբեր պատճառներով, հիմնականում որպես ուսանողներ, ասենք թե ոչ թե աշխատելու են եկել, մի մաս եկել էր սովորել օդանավ վարել, այսինքն օդաչու իրավունք ստանալու համար, կամ եկել էր ինչ-որ ուրիշ բանով ու մնացել էին եւ ի վերջո նույնիսկ վիզան չէր անցել ժամկետը եւ իրանք զբաղվեցին այս հարցով։ Որոշեցին մի քիչ խստացնել, սկսեցին նայել թե այս ինչ է կատարվում, ուսանողական բնակավարում է, սա ինչ նոր ձև է մարդիկ գալիս են մնում են եւ պարզվեց, որ այո, դա գործվում է շատ վատ ձևով, հազարավոր, այսպես ասած, ես էլ դրանով զբաղվել եմ, փորձից գիտեմ, դպրոցներ էին բացում մարդիկ, չինացիները կամ նույնիսկ ռուսները եւ այլ, որտեղ քեզ հրավիրում են արտասահմանից գաս իբրև թե լեզու պիտի սովորես կամ ամերիկյան կուլտուրա պիտի սովորես, չգիտեմ ինչ, գալիս ես հիմնական իմաստը ինչ է, դու գալիս ես գրվում ես որպես ուսանող, վճարում ես բավական լավ գնով ուսմավարձ, դա իմ բիզնեսն է, ես ոչինչ քեզ չեմ սովորացնում, իհարկե, բայց դու ստանում ես ուսանողի վիզա, կարգավիճակ, որը թույլ է տալիս քեզ երկում լինել, ապրել, կողքից էլ ինչ գործ կանես, դա էլ քո գործն է։ Եվ այսպիսի բիզնեսներ կային, այսպիսի բիզնեսների մեջ, ինչպես գիտեք, նաև
baby tourism է, այսինքն կանայք գալիս են Ամերիկայում երեխա ունենալու համար, որպեսզի դրան ասում են ունենան խարիսխ երեխա, այսինքն այդ երեխան այլերտեն ամերիկացի է, հետո կարող է ինքը հենց իր ծնողներին Ամերիկա բերի, եթե արդեն պետք է ծնողները հարուստներն են շատ անգամ այդպես անում, ռուսները շատ են անում այդպես բաներ, երբ որ Ամերիկայում խստացավ, սկսեցին Արգենտինա գնալ եւ այլ, դրա մեջ չխորոնանք, բայց այս հարցերին իմիգրացիոն ապօրինի գալու տարբեր ձևերի մասին սկսեցին խոսալ նորից եւ դրա հետ կապված այդ դեպքերի հետ կապված իհարկե ամբողջ համակարգը վերակառուցվեց, ստեղծվեց Homeland Security Department-ը, այսինքն նախարարությունը, Homeland Security ինչ է, այսինքն ներքին ապահովություն, թարգմանում են որպես ներքին գործեր, ներքին ապահովություն կամ ավելի շուտ ասես հայրենիքի ապահովություն կամ դժվար է թարգմանվում, բայց ամենայնիվս հիշենք որպես Homeland Security լեզվաբանական բաների մեջ շատ չխորանանք սա նոր սահմանափակումներ սկսեց դնել, սկսեցին քիչ լուրջ նայել, մարդիկ, որոնք գալիս էին ստից բիզնես էին սարքում եւ այդ ծրագրի տակ որպես բիզնեսի համար փոխարինելի իրենք էքսպերտ են ինչ-որ հարցում դրա այդ սկսեցին ծրագրերը ես այդպիսի մի հատ բիզնես կար մի անգամ նայում էի տերերը ռուսներ էին եկել բիզնեսը սարքել են իրանք այնտեղ չէին պարզապես իրենց պետք էր դա նրա համար որ իրենք բան ստանան երկում գտնվելու համար բիզնես վիզա ստանան երկարաժամկետ բիզնեսի համար այսպիսի բաների վրա սկսեցին ավելի ուշադրություն դարձնել եւ մի հատ էլ ուրիշ բան ավելացավ դրա հետ հիմա խոսանք որ ուրեմն Secure Fence Act-ը 2006 թվականին անցավ այսինքն դա 2006 թվականն է նախքան Թրամփը որ կոնգրեսը ասաց որ դրա մենք հատկացնում սահմանի վրա պատ սարքեք ուրեմն այս առաջի անգամ սկսեցին պատ սարքել ամբողջ սահմանի երկարությամբ ինչի մասն ենք խոսում սահմանը հարավային սահմանի մասն եմ խոսում իհարկե 3145 ինչ որ մղոն է մոտ 3145 կիլոմետր է ներողություն ամենը 2000 մղոն այսպես որի մի հակին մասը կեսը եթե ավելին 2000 մղոն ավելին գետ է Ռիո Գրանդե շատ մեծ գետ չի որ կարող ես անցնես ոտքով կամ լողալով շատ նեղ գետ է ինքը բայց ամենայնիվս սրա մասին է մի մասը անապատ է սահմանի վրա որ շատ դժվար է անցնելը մանավանդ ամառը մարդիկ այնտեղ շատերը illegal անցնելուց մահանում են որտեղ ջրազրկվում են եւ այլ պատրաստված չեն անում կամ գիշերը շատ ցուրտ է ցերեկը շատ շոկ է եւ խոսքով պայմանները շատ վատ են ուրեմն այս պատը սարքելու բան արեցին եւ սկսվեց պատը սարքվել պատկերացրեք մոտավորապես 400 քանի մղոնի չափ պատ սարքվեց այդ ծրագրով հետո եկավ Թրամփը եւ ասաց ես մեծ շինարար եմ դեռ չընտրված ժամանակ ես շենքեր եմ կառուցել, ես ավելի լավ պատ կսարքեմ, շատ սիրուն պատ կսարքեմ, ես կանեմ եւ այլ, եկավ ինքը ընդհանուր պատը, որ ավելացրեց, այդքան էլ շատ չէր, հիմա երկու այդ, ասենք, պերիոդների ընթացքում սարքված պատը մոտ 700 քանի մղոնի չափ է, եթե չեմ սխալվում, կարևոր չի կարելի նայել, անդադ ավելանում է։ Այդ պատը առաջի այս մասը, որ նախքան Թրամփը կառուցվել էր, մետաղյա պատ էր, բայց ոչ այդքան ուժեղ ինչ որ հետո սկսեցին կառուցել հիմնական բանը դա է պետք իմանալ որ մարդիկ կարող են մենდալը նույնիսկ ծակել պատը ինչ որ բանով սողոցով կամ ինչ որ չգիտեմ ինչով անցնել մեջով կամ ինչեր անել բայց ամենայնիվս դա առաջի փորձն էր եւ գաղափարը ինչ էր որ այն տեղերը որտեղից հեշտությամբ են անցնում որովհետեւ բնական պայմանները ասենք թույլ են տալիս կամ ավելի հեշտ է այդտեղ, այդտեղ պատ տնենք, որ դժվարանա, իսկ այնտեղ որտեղ բնությունը արդեն դժվարություններ է ստեղծել, այնտեղից շատ չեն անցնում, դա էլ հետո կառուցենք։ Այդ փիլիսոփայությամբ կառուցվում է այս պատը։ Հիմա գաղափարը այն է, որ իհարկե ամբողջը սարքեն։ Կանադայի մասին չէին խոսում, ոչ ոք չի խոսում միջև հիմա, Կանադայից շատ չափով մարդիկ են գալիս ապօրինի, ուրեմն դա խնդիր չի, այնտեղ կատակի համար ասում են, որ սահմանապանները իրար ռադիոյով մեկ-մեկ ասում են, սահմանը
ճեղքեց ինչը ասում եմ մի հատ մեծ բան եղջերու ասենք կենթանի այդպիսի մի բան նրանց ինչի դեպքում որ հարավում հարուներով էր միջև այդ ինչ կար հիմա էլ կա իհարկե սենսորներ կան շատ այսինքն գետնի մեջ թաղված սենսորներ կան որոնք ասենք սեյսմիկ ասենք համ նույնիսկ այնքան զգայուն է որ մարդու ոտքի քայլերից առաջացած ասենք թե ցնցումը որ պետք է որ չզգասի դու բայց դրանք զգում են այդպիսի բաներ նույնիսկ Հայաստանին են տվել եւ այլն կային կամերաներ ինչ են ասում լույսեր բաներ որ գիշերն են տեսնում այդպիսի եւ այլն այս տարբեր տեխնոլոգիական այդ բաները միշտ եղել են պատրոլները միշտ կային մեքենաներով սարերի վրա նույնիսկ ձիերով այսպես բաներ են կային բայց դա ոնց որ ասում են չի օգնում ինչպես Երևի ինքներդ տեսել եք հեռուստացույցով, լսել եք այդ նորությունները, շատ թվով մարդիկ այսպես որպես ասում են քարավաններով են գալիս, այսինքն մեծ շարքով, sense քարավանասա ուղտ չկա այնտեղ, բարձ ասեմ, մարդիկ ուղղակի ոտքով գալիս են շարասույներով, ասենք, հա, այսպես բավական կազմակերպված ձևի։ Այս որպեսզի պարզաբանենք, ուրեմն ասեմ, որ սա սկսվեց այսպես արդեն քիչ ավելի հետո 2006-ից հետո ասենք թե ասեմ որ Օբամայի տարիներին պրեզիդենտ Օբամայի տարիներին ինքը ամենաշատ ռեկորդ խփեց ինչքան մարդ երկրից արտաքսեց դիպորտ արեց դիպորտը ինչ է նշանակում դռնից դուրս հանել պարացի դա է նշանակում պորտ լատիներով պորտ նշանակում է դուր կամ դարպաս դիպորտ դռնից դուրս դեն եւ բայց այդ կարծես թե չգնահատվեց ոչ մեկի կողմից որ ինչքան մարդ է ինքը արտաքսում ես էլ ասեմ ուրիշ կական գործիչները ռեպուբլիկանները քննադատում են իրեն նրա համար որ ինքը ուներ այսպես կոչված Deferred Action for Childhood Arrivals Act-ը ամբողջ ուշադրությունը դրա վրա էր, դա ինչ էր դական նաև որ այն երեխաները, որոնք եկել են փոքր տարիքում ծնողների հետ կամ ինչպես ասեն, ընկել են Ամերիկա եւ արդեն տարիներ ապրում են Ամերիկայում, մեծացել են այստեղ, դպրոց են գնացել, ամեն ինչով ամերիկացի են, բացի ասենք թե խոսում են միգուցե շատ քիչ իսպաներեն կամ ինչ որ լեզու, ստատիկի մակարդակի իրենց պետք է օրենքի ըստորենքի պիտի ասում են ինչու՞ չէ իրենց վռնդում ուր վռնդես երբ որ ինքը ստեղ արդեն մեծացել ընտանիքն էլ ստեղ այնտեղ չի նույնքը բանը Օբաման ասաց որ այս ծրագրի տակ սրանց պետքա հատուկ ինչ որ ձևով նայենք եւ ի վերջո իրենց քաղաքացիություն տանք այս երեխեքին դուրս հանել չի լինի արդեն ինչու համար այդ ընթացքում սա խնդիր դարձավ էլ ասեմ մի անգամից որ այս երեխան առաջի անգամ երբ որ մեծացավ դարձավ ասենք թե չափահաս շփվում առաջի անգամ օրենքի հետ է բախվում դա լինի աշխատանքի ընդունվելու թե ասենք թե համասարանական կամ ինչ որ փաստաթուղթ պիտի հանի վերջապես կարող ուզում է ճամփորդի պիտի պասպորտ ունենա եւ այլն եւ չունի ոչ մի բան այն հանգամանքը որ ինքը ասենք թե 3 տարեկանից կամ 10 տարեկանից Ամերիկայում ապրում եւ իր լեզուն անգլերենն է եւ իր կուլտուրան ամերիկյան արդեն դա չի նշանակում որ ինքը դեռ կարող է այդ փաստաթղթեր ունենալ խոսքով բոլորը կենտրոնանում են այս դակայի հարցի մասին դա ասեմ որ ստեղ ապրում էր եւ շատ ալսել Քանթե նրա վրա որ Օբաման ակին մարդ են հանում տարեկան խոսքը գնում է 3-400,000 մարդու մասին են խոսում ինձ դեպքում որ Բուշի ժամանակ այդքան չկար հետո Թրամփը եկավ իհարկե ուրիշ բաներ արեց Օբամայից հետո դրա մասին էլ մի երկու բան ասեմ որ առաջի իր պրեզիդենտության ժամանակ ասեմ խստացումներ արեց թե որտեղ են այդ ինտերվյուները կատարելու որ մի քիչ բախվել է այս հարցին գիտի որ եթե գալիս ես որպես էկոնոմիկ էմիգրանտ լրիվ տարբեր ստանդարտներ են մարդիկ որ գալիս են որպես փախստական այսինքն refugee ինչ է նշանակում մեկը որ գալիս է ասում է ես ապաստարան եմ ուզում քեզանից refuge ապաստարան բառացիորեն դա է նշանակում Refugee-ն ապաստարան ուզողն է, ինչու համար, դա ինչ է տարբերությունը, որ չի գալիս էկոնոմիկ պատճառներով, այլ ինքը փախստական է, գալիս է իր կյանքը փրկելու համար։
Այսինքն գալիս է մի երկրից, որտեղ իր կյանքին սպառնալիք կա։ Պարզ ձևը սենց է դրված։ Հիմա սովետական միության ժամանակ, որ ոչ ոք չէր հասնում քեզ քո կյանքին սպառնալիք կա թե չկա, համարվում էր, որ դու եթե կարող ես մազապործ դուրս գաս, քեզ ընդունում ենք որպես ռեֆյուջի։ Հենց բոլոր Հայաստանից եկածները ռեֆյուջի ստատուսով են եկել այն ժամանակ սովետական տարիներին։ Հետո դարձել են, ասեն, մշտական բնակիչ, green card են ստացել, հետո դարձել են քաղաքացի։ Ոչ ոք չէր քեզ դնում ինտերվյու անում, դու ինչ ես ասում, քեզ սպառնում էին, չէին սպառնում, դա քաղաքականություն էր իհարկե նաև սովետական միության կապված քաղաքականություն էր։ Հետո իհարկե դա ավելի խնդիր դարձավ։ Այստեղ ազատ անկախ Հայաստան ունես, դե բացատրի ինչն է քեզ սպառնում։ Ինչ-որ ժամանակ ավելի բաներ կարող էին ասել, ես այս կուսակցության անդամ չեմ եւ այլ, հետո ասես թե դեմոկրատիկ ընտրություններ կան, բան եւ այլն, ինչի մասն է խոսքը։ Ավելի բարդացավ այս process-ը, ասեմ, ձեզ որ գալիս է հիմնավորել, թե ինչից է փախնում։ Հիմա շատ օրինակ էլի միշտ էլ կար երկրներից, որ գալիս են տարբեր իրենց արդարացումին չէ կամ իրենց երկրում դիկտատուրա է եւ իրենք համարվում են որպես հակառակ ուժի անդամ կամ դիսիդենտ, այսպես ասած, եւ իրենց կարող են դրա համար բանտարկել, չգիտեմ ինչ ասել, Սադամ Հուսեյնից են փախնում, ասենք թե կամ ինչ որ տեղից, հասկանալի է, բոլորին պետք բացատրել, պետք է ցույց տալ, որ իսկապես դու ոչ թե Սադամ Հուսեյնի կուսակցության անդամ ես, այլ իրական փախստական ես։ Եվ կամ պիտի ասեին, որ իրենք մի երկրից են գալիս, որտեղ իրենց կամ սեռական իրենք փոքրամասնություն են եւ այդպիսիներին այնտեղ սպանում են, օրինակ Աֆրիկայում երկրներ կա այդպիսի, կամ քեզ քո կրոնական փոքրամասնություն ես, որտեղ նորից քեզ շնչուների ենթարկում, դու կյանք չունես, առաջ չես կարող գնալ, երեխաներդ երբեք ապագա չունեն, որովհետեւ դու ասենք թե կամ քրիստոնյա ես, կամ չգիտեմ սխալ տեսակի քրիստոնյա ես, ինչից էին բողոքում շատ օրինակի համար, շատերը գալիս էին Ռուսաստանից կամ Սովետից, ասում են ես բողոքական եմ, եվանգելիստ եմ, ասենք թե, իսկ այնտեղ այդպիսիներին ճնշում են։ Կամ ես չգիտեմ ինչ եմ, գեյ եմ ասում էին, եւ այդպիսիներին սովետականությունում կամ հետո Ռուսաստանում ուրեմն ճնշում են։ Ուրեմն այս երկու պատճառաբանությունները անցնում են, ճիշտ ասեմ, այդպես էլ անցնում էր, այդ անցնում էր պատճառաբանությունը։ Եվ դժվար է այդ մարդկանց ասել, որ դե հիմա չես ասել ապացուցի, որ դու այս ինչ սեռական փոքրամասնության ես պատկանում, բայց այն հանգամանքը, որ ռուսական պետությունը կարող է վերկանա ասի, որ սկսի դեմ խոսալ ինչ որ բանի մասին եւ անդադ քարոզի, որ տրադիցիոն ինչ որ արժեքները պետք է այսպես են, դա պարզապես ավելի շատ օգնում են այդ ասողների, ասենք փաստարկներին են, ասենք ջուր լցնում իրենց ջաղացին, են դեպքում, որ իրենց կառավարության կեսը հենց միասեռական է, դրա մասին չենք խոսում արդեն։ Բայց այդ ասելով հանդերձ, ում եմ ասեմ, այս միգրացիոն հարցերի մեջ այս խնդիրները անդադ տարիների ընթացքում evolve եղավ եւ հասավ նրան, որ Թրամփ ասեց իմ գործը չի։ Չեք գալու ինձ այստեղ պատմեք ձեր լացակումած պատմությունը, կմնաք Մեքսիկոյում, այնտեղ կպատմեք։ Եթե մենք դատարանը, դատավորը, իմիգրացիոն դատավորը կամ իմիգրացիոն ուրեմն այդ պաշտոնյան ընդունի կամ հավատա ձեզ, այնտեղ ձեզ թուղթը կտա, դուք կգաք այստեղ դեր ժամկետը կանցնի կնայենք։ Եթե չէ, դուք արդեն չեք մտնելու այստեղ տարիներ հետո նոր կանչեն ձեզ ինտերվյու եւ այլ եւ այլ։ Եվ բնականաբար սա մեծ ազդեցություն ունեցավ։ Դուք պատկերացրեք, եթե դուք գալիս եք փախստական եկել եք, պետք է նստեք Մեքսիկոյում սպասեք եւ ոչ թե Ամերիկայում։ Եվ դա կարող է տևի տարիներ։ Քանի օր գա Մեքսիկոյում սպասելու։ Եվ Մեքսիկոնը շատ չի ուզում, որ դուք այնտեղ ինչ որ երկար տարիներ նստեք սպասեք, մանավանդ եթե շատ փող չունեք։ Այդ ուրիշ բան է, դուք փող ունեք, նստել եք, լավ ապրում եք, այդ մի բան, հա։ Եվ սա հսկայական տարբերություն արեց թվի մեջ, illegal immigrացիայի թվի մեջ։ Երբ որ Բայդենը եկավ եւ փոխեց նորից հետ գնաց օրենքները եւ սկսեցին նորից սահմանը ասեմ կարող ես գալ եւ այստեղ քո ներկայացնել քո խնդրանքները եւ այլ մեծ թվով մարդիկ սկսեցին գալ։
Հիմա մի երկու խոսք այդ եկող քարավանների մասին, այսպես կոչված քարավանների մասին, այսինքն շարասյունների մասին, որ մարդիկ գալիս են։ Ուզում եմ պարզ մի բան ասեմ, որ հեռուստացիայով ինչ է երևում կարևոր չի, դա գեղեցիկ հեռուստացությունը, հեռուստացույցի ծրագիր է, այսպես ասենք, ներկայացում է։ Ոչ մեկը իր նախաձեռնությամբ սահմանը այլևս չի կարող անցնել, այն ինչ որ առաջ լինում էր։ Վերջի, այսպես ասենք, մոտ 10 տարին ամենայն դեպս, այս ամբողջ սահմանի ամեն մետրը գտնվում է ինչ որ մի մեքսիկական կարտելի ուրեմն կոնտրոլի տակ։ Իր ոնց որ հողով ոչ մեկ չի կարող անցնի առանց վճարելու։ Ասում եմ ուծվիր, հետո կարող ես անցնել։ Կամ ես քեզ թույլ եմ տալիս, քեզ կտանեմ։ Այս քարավանների գաղափարը ինչ է, որ դուք բոլորը գալիս եք վճարվում եք, ես ձեզ նշանակում եմ 1-2 առաջնորդ, որոնք ձեզ կտանեն սահմանը կանցկացնեն։ Եվ գումարները, որ վճարում են, բարձրացավ գինը։ Ես հիշում եմ, որ ժամանակին մի քանի $1000 $3000-ով կարող էր անցնել, հետո դարձավ 5,000։ Այսօրվա վերջի բաները, որ լսում եմ, մինչև $12000 է մարդագլուխ։ Եվ սրա մեջ այսպեսի բաներ էլ կան, արդեն կարծես մեքենա ես առնում, օպցիաներ էլ կան, կարող ես երեխա վարձել։ Այս էլ ինչ այլանդակություն է, այսինքն եթե դու միայնակ տղամարդ ես գալիս, մտածում եմ, որ սրանց ավելի հեշտ է հանելը, որպեսզի ավելի բարդություն ստեղծեն, ամերիկյան ասենք թե իմիգրացիոն մարդկանց համար, որ երեխայով մարդուն ինչ պիտի անես, որ չես կարող գցես փողոց կամ ինչ որ բան անես, երեխան է տալիս հետը։ Այս երեխայի նկարտելները որտեղից են գողանում, խնդիր չի, ումից են առնում, որ ծնողից են առնում, ինչ պայմաններով են վերցնում, վարձում, ճակերտավոր խնդիր չի, այսինքն կարծես թե մարդ չի այս երեխան։ Այս ձևի վատ վիճակ է այս սահմանի վրա եւ նույնիսկ հիշում եք երևի այսպիսի հաղորդումներ եղան, մի ժամանակ այս բարդություն դարձավ, որ ուրեմն սահմանի վրա սահմանապահ ծառայությունը ինչ որ վանդակների մեջ երեխաներ է պահում։ Պարզ ասեմ, դե այդ երեխաները ոնց է վանդակի մեջ հայտնվում, դու պատկերացրեք գալիս է այսպիսի մի հատ քարավան 3000 մարդուց կազմված, որի մեջ կան մի քանի 100 երեխա։ Այս երեխեքը ոնց են անցել այդ ճանապարհը ոտքով, ինչ որ մի օտար մարդու ձեռք բռնած, կամ թեկուզ մի մասը իր ծնողի հետ կամ ինչ, բայց մեծ մասը այդպես ու բոլորին ինտերվյու անելու ժամանակ այդ ծառայությունը կամ սահմանապահ border patrol են ասում կամ immigration enforcement officer-ները պարզվում է շատ անգամ որ այս երեխան այդ մեծի հետ կապ չունի, սա ծնող երեխա չէ, այս հարաբերությունը անունը սկի չգիտի այդ երեխայի, հարցնում ես սա ով ասում, չգիտեմ, երբ ես իրեն առաջի անգամ տեսել, 3 օր առաջ կամ 2 շաբաթ առաջ, հասկանում եք, եւ ինչ պիտի երեխան թողնես այս մարդու մոտ եւ ասես հա դու գնա հետնել տա երեխան, այսինքն դա կլինի երկրորդ հանցագործություն, չէ՞, ասեն երեխային 10 ինչ որ մեկին, ասես օքեյ, ես երկուստ միասին յալա գնացեք կամ ոնց կլինի դա։ Այսինքն հսկայական իրավաբանական եւ լոջիստիկ խնդիր է առաջանում եւ չեմ կամանում որ երկրում դուք սահմանի վրա ունեք մանկապարտեզներ եւ մանկամսուններ կամ չգիտեմ երեխաներ պահելու տեղ, դες բան չկա, չէ՞։ Ասենք եթե նույնիսկ մեծերի համար կային բանտեր, նույնիսկ ասենք թե դեռահաս տարիքի ասենք թե 13, 14, 15 տարեկաններին կարող ես ինչ-որ տեղ պահել, բայց ինչ սանում 5-6 տարեկան աղջկան։ Ուր դնես սրան ոնց անես, այդ մտածված պրոբլեմ էր, որ ստեղծում էին այս կարտելները, որոնք այդ ամբողջ սահմանի ամբողջ տարածքը իրենց ձեռքի տակ է։ Եվ մեկը միշտ չի խառնում, մեծ կռիվներ, պատերազմներ են սկսում կարտելների մեջ։ Այսինքն կարտելները ժամանակի ընթացքում որ իրենք բերում էին միշտ թմրադեղեր, այդ հիմա էլ են անում իհարկե։ Հանգած հայտնաբերեցին, որ էմիգրացիան մարդ սահմանով անցկացնել ավելի շահավետ բիզնես է եւ շատ քիչ ավելի քիչ ռիսկերի հետ կապված բիզնես է։ Որտեվ մի մարդու վրա եթե $10-12,000 փող վերցնես, յավոտով գնում է,
դու մենակ իրան թույլ ես տալի որ գնա կամ այդ իր քարավանի գլխին 3 մարդ ես դրել որ ճանապարհը ցույց տան իրաց այս վիճակի մեջ սա բիզնեսը շատ լուրջ ուրեմն այս բիզնեսը ճիշտ ասած մեծացավ հատկապես Բայդեն տարին իհարկե եւ ռեփուբլիկանները ակին խոսացին բայց փախնելու տեղ չկա ինչ կա ինչ որ կա հա Թրամփի երկրորդ ինչ որ սկսել է 100 օրել չի անցել արդեն նորից խստացրեց հին օրենքները հետ բերեց որով Օբաման թույլատրել էր եւ սկսեց հետևանքը եղավ որ պակասեցին illegal immigrantների թիվը էլի ոչ ոք չի ուզում գնա սահմանի վրա սպասի եւ սահմանները արդեն չեն ասում քեզ արի տեսնեմ դու ով ես ասում երեխա ես մեծ ես ինչ ես կապ չունի դուրս ներս մի մտի այս օպեն քեզ ուրեմն ոչ դրանք չեն հարցնում բայց չեն էլ ուզողներն են քիչ ոչ թե որ կարողանում են ավելի լավ սահմանը պահեն պատկերացրեք որ իմիգրանտների են մասը որ գալիս էր այն հույսով որ ամերիկայում կմնա բավական երկար որ ի վերջո կդառնա legal արդեն չեն ուզում գան որովհետև համարում են որ Թրամփի կառավարության ժամանակ դա չի անցնի եւ եթե նորից պահանջը եթե ավելի քիչ էլ մարդ գալիս է ուրեմն այդ երևույթները քարավանների պակասել են որը մարդը պակաս է ոչ թե որտեղ կարտելները բարիացել են այդպես բան չկա ուրիշ բան էլ արեց ինքը սկսեց նաև ստիպել Մեքսիկային որ իր հարավային սահմանը փակի չմոռանանք սրա մասին որ մարդիկ բոլորը մեքսիկացի չեն գալիս են Էլ Սալվադորից Հոնդուրասից ես իմամ ամենտարի երկրներից այսինքն անցնում են Մեքսիկայի միջով եւ Մեքսիկան շատ հանգիստ թողնում էր որ նրանք անցնեն եկեք ձեր թողեք ստեղ տուրիստի նման տրանզիտ ու գնացեք ձեր Ամերիկան, այստեղ մի մնացեք բայց իսկ Թրամփը մի քիչ այնքան ճշում դրեց որ ասեց մի րոպե կներես եթե դու պիտի ես թույլ տաս որ սա կատարվի ինքը հանդարտ կրկնում է որ այս իմիգրանտները տերորիստներ են սրանք հանցագործներ են սրանք բռնաբարողներ են եւ այլ գժանոցներից բաց թողած մարդիկ են բանտերից բաց թողած մարդիկ են ինչ որ թվով իհարկե կան եւ հենց այդպիսիները ոչ թե նույնիսկ ոչ չի կարելի ասել մեծամասնություն էլի իսկի կեսը չէ կամ ինչ-որ փոքր թիվ բայց երևույթը կա ասենք թե եւ ինքը դրա վրա է խաղում եւ ասում է որ դուք այդ թույլ տալով այդ բանը որ ձեր սահմանով անցնի գա հասնի մեր սահման Մեքսիկոյի մասն խոսում ուրեմն ձեր վրա հետևանքներ պիտի ունենա դե վախեցան ասեցին օքեյ չենք թողնի ավելի խիստ կլինենք մեր հարավային սահման ավելի լավ կնայենք նույն ձևը ճշումներ դրվեց Էլ Սալվադորի վրա տեսեք Էլ Սալվադորի պրեզիդենտը Ամերիկայում էր ինքը սկսեց Էլ Սալվադորին վճարում է միլիոններ որպեսզի իր բանտերում մարդիկ պահի որոնք ամերիկան դեպորտ է անում այսինքն թռցնում է դեպի Էլ Սալվադոր սրանց ձեր գանգերի այսպես կրիմինալների հավաքածուն որ մենք Ամերիկայում բռնում ենք ու արկում ենք քո երկիր իրենց երկիրը Էլ Սալվադոր ինձ մեզ արա բայց սրանք կրիմինալ են սրանք MS-13 այդ notorious այդ շատ վատ գանգի անդամներ են նրանք էլ ասում են հարց չկա վճարում ես իրանք կպահեն բանտում իմ քաղաքացին է ճիշտ է այսինքն Էլ Սալվադորի քաղաքացի է բայց եթե ամերիկացին ուզում է ամեն մեկի համար ինչ որ փող ինձ տա որ բանտում պահեմ խնդրեմ հարց չկա այսինքն այսքան անհեթեթ իրավիճակ է բայց եթե ստիպված ես այդպիսի բաներ արես անում է մարդը դա էլ իր կողմից Պրոբլեմը ինչ է այս բոլորի ճիշտ ասեմ ձեզ որ շատ մտածված պլանավորված ձևով չի արվում մի բան այսօր մտածում են մի բան անում են հետո մեկ էլ պարզվում է որ արածի մեջ ահագին իլեգալիթիներ են եղել իհարկե մյուս կողմն էլ դատեր են բացում դատեր են տալիս որ սա չի կարելի անել եւ այլ եւ ուզում են դանդաղեցնեն process-ը կամ խոչընդոտներ ստեղծել իսկ ռեփուբլիկանները Թրամփի կողմը ասում են ինչ ուզում ես արա ես անելու եմ իմ ուզածս ինձ օրենքով չվախեցնես ես անպայման չեմ ենթարկվելու ամեն մի դատավորի ինչ որ ասացի որ իհարկե մեծ սահմանադրական ուրեմն կրիզիս է առաջացնում դա այդպես բան չես կարող ասես մինչև Ամերիկան այդպես բան չկար
դատավորի խոսքը օրենք էր, պետք է անել եւ ասենց վերաբերմունք դատական իշխանության նկատմամբ դա մի հատ ուրիշ ռումբ է ստեղծվում, որ վաղտուր պայթելու է, դա հարցնելու է գործը նորից դիվան բաշխուն եւ դա շուտով պիտի ինչ-որ ձևով լուծվի։ Կտեսնենք, խոսանք դրա մասին, եթե պետք եղավ, եթե հարցեր ունեք գրեք, այսօր ասքանը, սա արդեն շատ բարդ թեմա է, մի հաղորդումով երբեք չեն կարողանալ լուծենք, ուրեմն ինչպես ասեցի, մինչև հաջորդ հանդիպում։